1991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Եվ այսպես Իսրայելը զանգվածային հարձակում իրականացրեց Իրանի նկատմամբ եւ կարելի ասել այն պատերազմը, որի մասին երկար ժամանակ բոլորը խոսում էին, սկսվեց։ Իրանը խոստացավ շատ կոշտ ցավոտ հարված հասցնել, անգամ հայտարարեց, որ առաջիկա ժամերի ընթացքում պատերազմ կհայտարարի Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին ու հայտնի չէ թե այս ամենը ինչով կավարտվի, այսինքն կտևի մի քանի օր, թե մի քանի ամիս, ինչ մասշտաբն ինչ ծավալներ կընդունի հասկանալի չէ։ Այդ ընթացքում Հայաստանի իշխանությունները զբաղված են իրենց ամենօրյա գործով, ներքաղաքական ինտրիգներով, չգիտեմ, եկեղեցու դեմ պայքարով, առաջին նախագահի դեմ պայքարով, վարչապետը մեկնել է Չեխիա, եւ անգամ հեգնում են, թե տեսեք աշխարհում ինչ է կատարվում, մեր շուրջը ինչ է կատարվում, իսկ ինչով են զբաղված Հայաստանի իշխանությունները։ Թեև տեսակետ կա նաեւ, որ շատ լավ է, որ այդպես է, որովհետեւ Հայաստանի իշխանություններն են հիմա գուցե մի ինչ-որ անհեթեթ բան հայտարարեին եւ մեր վիճակը ավելի վատանար, ավելի լավ է, որ ընդհանրապես շարունակեն զբաղվել նրանով, ինչով կարողանում են զբաղվել, այսինքն ինտրիգներով, ցածրակարգ խոսակցությունները, դրանից ավելի ոչինչ չանեն։ Միշտեր անելու բան կա, օրինակ Հայաստանի իշխանությունները պարտավոր էին, ասենք, կոչ անել Իսրայելում, Իրանում, Հայաստանի քաղաքացիներին կապ պահպանել իրենց հետ, մի խոսքով ստանդարտ բաները կարող էին եւ պարտավոր են ուժեղացնել հայ-իրանական սահմանի վերահսկողությունը, որովհետեւ եթե իրադրությունը շատ սրվի, այնտեղ կարող են հոսքերը ավելանալ, կարող են հայտարարել, օրինակ, որ Հայաստանը թույլ չի տալու իր օդային եւ ցամաքային տարածքը կողմից որևէ մեկին թույլ չի տալու օգտագործել ռազմական նպատակը եւ այլն, մի խոսքով կարող էին վարվել այնպես, ինչպես պարտավոր է վարվել պետությունը։ Բայց չէ, առայժմ ամենայն դեպս Հայաստանի իշխանությունները շարունակում են զբաղվել իրենց ինտրիգներով։ Ինչևէ, հիմա որոնք են այն իրական վտանգները Հայաստանի համար, որ կարող են սրվել այս իսրայելա-իրանական պատերազմի դեպքում։ Այո, իսկապես դա ակնհայտորեն այդպիսի վտանգներ կան, նախ եւ առաջ ամեն դեպքում շատ վատ է, որ Իրանին հասցված այդ լուրջ հարվածի արդյունքում այդ երկրի ռազմական պոտենցիալը թուլացել է, իսկ Իրանը համենայն դեպս Հայաստանի տարածքային անձեռնմխելիության հարցում, գոնե այդ հարցում մեր դաշնակիցն է, մեր շահերը համընկնում են, եւ եթե մեր դաշնակիցը թուլանում է, դա մեզ համար բնականաբար վատ է։ Սա հասկանալի է։ Երկրորդն էլ կա, որ իհարկե քիչ հավանական է, որ այս պատերազմը կվերածվի ցամաքային ներխուժման, թեև այդ մասին խոսում են, բայց Իսրայելը ցամաքային ներխուժում իրականացնել չի կարող այն պարզ պատճառով, որ այդ երկու երկրները սահմանակից չեն, Իրանի սահմանակից երկրներից թերևս միայն Թուրքիան է, որ ի վիճակի է ցամաքային ներխուժում իրականացնել Իրանի նկատմամբ, Պակիստանը չհաշված, խոսքը այդ դեպքում Պակիստանի հետ համագործակցության մասին է, բայց այդ դեպքում կարող է Հնդկաստանը խառնվել, մի խոսքով կարող է առաջանալ լիարժեք երրորդ համաշխարհային պատերազմ սկսվել։ Դրա համար էլ ցամաքային ներխուժման հավանականությունը շատ փոքր է։ Այդ մասին այդպիսի մտահոգություն ունենալ չարժե։ Բայց այլ հարց է, որ եթե Իրանի դեմ պատերազմ է սկսվում եւ դա երկար է տևում, ապա բնականաբար ուժեղանում են արևմուտքի ճնշումները այդ երկրի նկատմամբ եւ այդ համատեքստում Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ավելի հեշտ է դառնում արտաքին աշխարհին արևմուտքին համոզելը, որ իրենց պահանջած զանգեզուրի միջանցքը հենց Իրանին մեկուսացնելու համար է, հետեւաբար արևմուտքը պիտի ողջունի դա, պիտի համարի դա որպես իր ռազմավարական շահերին նպաստող միջոցառում։ Որովհետեւ եթե Իրանը մեկուսացնելու խնդիր կա, ապա այո, հիշում եք մի քանի ամիս առաջ մեր քաղաքական դաշտում էլ, հանրային խոսույթում էլ շատ տարածված էր այն միտքը, որ Միացյալ Նահանգներն են զսպել Ադրբեջանին
որ նա ռազմական ագրեսիա չիրականացնի Հայաստանի նկատմամբ, Հայաստան դա ներկայացվում էր որպես Միացյալ Նահանգների կողմից շատ մեծ դրական էսիկ այլ, որովհետև այն ժամանակ դեռևս հայտնի չէր Իրանի հետ ինչ քաղաքականություն են վարելու եւ Իրանի հարցերը ինչպես են լուծելու, այսպես ասենք, չէ՞։ Հիմա կարծես թե պարզ է թե ինչպես են Իրանի հարցերը լուծում եւ այս դեպքում այո Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին կարող է արևմուտքին համոզել, որ մենք Իրանի դեմ քայլ ենք անում, Հայաստանից ոչ մի բան չենք ուզում, առանձնապես ուղղակի միջանցք ենք վերցնում, դա թշնամական գործողություն չի, խնդրում եմ դուք էլ աջակցեք, որովհետև դա մեր եւ ձեր ընդհանուր թշնամու դեմ գործողություն է եւ դա արևմուտքը հաստատ կողջունի։ Այս առումով հասկանալի է, որ Ադրբեջանի համար ինչ որ հնարավորությունների պատուհան է բացվում, որը նրանք կօգտագործեն թե չէ, հայտնի չի, որովհետև իրենք էլ շատ լուրջ ռիսկեր ունեն եւ այնպես չէ, որ իրենք կարող են այդպես բացահայտ Իրանի դեմ խաղի մեջ մտնել, որովհետև այդ թոհոբոհում իրենք էլ կարող են լրջագույն կորուստներ ունենալ։ Ինչևէ, երկրորդ վտանգը այն է, որ Հայաստանի իշխանությունները կարող են օգտվել այս իրավիճակից եւ հայտարարել օրինակ, որ դե ամեն դեպքում մեր քաղաքակրթական կողմնորոշումը արևմուտքն է, իրական կողմնորոշումը Թուրքիան է, բայց նրանք դա փորձելու են ներկայացնել, ոչ են ասելու Թուրքիան է մեր կողմնորոշումը, ասելու են արևմուտքն է մեր կողմնորոշումը, քանի որ Իրանի դեմ այսպես արդեն պաշտոնապես պատերազմ է սկսել արևմուտքը, ուրեմն մենք էլ մեր քաղաքակրթական սկզբունքներին հավատարիմ հստակ կողմնորոշվում ենք եւ օրինակ փակում ենք հայ-իրանական սահմանը։ Առավել եւս որ այն վտանգավոր է, այնտեղից ով ասես կարող է մտնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կարող է ապակայունանալ, մի խոսքով մենք փակում ենք այդ սահմանը։ Եթե իհարկե դրա դիմաց Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը։ Դրանից հետո արդեն, եթե դա արվի, այսինքն վերջնականապես փչացվեն հարաբերությունները Իրանի հետ, իսկ Հայաստանի իշխանությունները հաջողով կգնան այդ քայլին, դրանից հետո դա լինելու է հաջորդը, որ սիրելի ժողովուրդ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, քանի որ հայ-իրանական սահմանը այսպես թե այնպես չի գործում, այսինքն սահմանը գոյություն չունի, հետևաբար Սյունիքը մեզ համար կարևոր չի, ինչ կարևոր է թե այնտեղ փակուղի է, մենք չենք հանուն այդ փակուղու մեր նոր պատերազմների մեջ մտնելու, մեր ժողովրդին տանելու նոր ցեղասպանության, ուրեմն բերեք ինչպես պահանջում են այդ Սյունիքն էլ տանք, այնպես ինչպես Արցախը տվեցինք մեր անկախությունը, իրական անկախություն ինքնիշխանությանը մակարդակը բարձրացրեցինք, բերեք Սյունիքն էլ տանք, ավելի բարձրացնենք, որտեղ դա ընդհանուր է տրամաբանության մեջ է, որտեղ եթե ըստ Հայաստանի իշխանությունների Արցախը օգտագործում էին մեր դեմ, որպեսզի մեզ դարձնեն խաղալիք տարբեր բևեռներ իրենց աշխարհակաղակական խաղերի համար, հիմա էլ դա Սյունիքն են օգտագործում, որպեսզի մեզ ներքաշեն ինչ-որ պատերազմների մեջ, ինչ-որ ճամբարների մեջ, եթե այդպես ավելի լավ է դրանից էլ հրաժարվենք, որպեսզի Հայաստանը արդեն դառնա շատ ինքնիշխան պետություն։ Այսինքն Հայաստանի իշխանությունները կարող են այս իրավիճակը օգտագործել որպես պատրվակ, այն որ ասում էին դա մեզ համար կարմիր գիծ է, բայց ժամանակին էլ ասում էին, որ Արցախն է կարմիր գիծ, ասում էին Արցախը Հայաստանի է, հիմա էլ կարող են այդ կարմիր գիծը ոտնահարել, հազիվ առիթ է, պատրվակ է Իրանի շուրջ կատարվածը եւ այդ պատրվակով առանց ժողովրդի այսպես զայրույթի մեծ ալիքից զգուշանալու Պարզապես ասել դե տեսնում եք մեր շուրջ ինչ է կատարում, որ չտանք ուժով կվերցնել, առավելևս որ արևմուտքը ողջունում է դա, այդ միջանցքի բացումը բերեք տանք այդ հարցից էլ բրծնենք, արդյունեցել եմ էլի ասել, որ թե Նիկոլ Փաշինյանին մնա, դա վաղուց մեծ հաճույքով այդ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքներ կտար, պարզապես վախեցել է հետևանքներից չի տվել, հիմա շատ լավ առիթ կարող է լինել, որպեսզի նա դա տա այդ միջանցքը, այս է մեզ համար երկրորդ հիմնական վտանգը։ Այսինքն այսպես թե այնպես վտանգը մեր ներսում է, Հայաստանի ներսում է եւ Հայաստանի քաղաքական դաշտում է։ Բացի դրանից, որ գլոբալ առումով շատ վտանգավոր է, որ այսպես տուրբուլենտության, լարվածության փուլում Հայաստանում իշխանության ղեկին է, մեղմ ասած, ոչ adekvat եւ ոչ այնքան խելացի մեկը, սա արդեն իսկ վտանգավոր է։ Ավելի վտանգավոր է, որ նա կարող է հանուն իր իշխանությունը երկարաձգելու
նա կարող է զոհաբերել Հայաստանի պետական շահերը, որովհետև իր համար իր անձնական քաղաքական շահը շատ ավելի կարևոր է։ Իրականում սա է ամենամեծ վտանգը, որ այս ամենի արդյունքում կարող է իջնել մեր գլխին կամ շրջապատել մեզ, եւ կարծում եմ, որ քաղաքական ուժերը, լուրջ ուժերը հիմա պիտի շատ արագ այդ ներքաղաքական թեմաները փորձեն մի կողմ դնել եւ կոնսուլտացիաներ սկսել, այնպես չլինի, ինչպես հիշում եք 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ընթացքում հավաքվում էին, մի կողմ էին դնում տարաձայնությունները, ասում էին բերեք համախմբվենք պետական շահի շուրջ, դե հիմա պետք է նախորոք անել այդ եւ ոչ թե սпасել, թե ինչ ընթացք ունենա այս ամենը, հետո այդ աղետը մեր գլխին իջնի ու մենք սկսենք ընթացքում ասել ավելի լավ է հիմիկվանից այդ կոնսուլտացիաները սկսեն, որպեսզի եւ իրենք եւ մեր հասարակությունը պատրաստ լինի իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, որովհետեւ ելի եմ ասում Հայաստանի իշխանությունները կարող են շատ անկանխատեսելի թվում է անկանխատեսելի, իրականում լավ էլ մտածված այնպիսի քայլերի դիմել, որոնց արդյունքում Հայաստանի պետական շահերը մեծապես կտուժեն, իսկ իշխանությունները այս թոհուբոհում կհամարեն, որ կարող են իրենց գլուխները պրծացնել եւ դրա հետևանքների կամ դրա փլատակների տակ չմնան։ Այսօր այսքանը կհանդիպենք